Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Էդիկի հրամանատարն է ձեզ հետ խոսում։ Ինքն է խնդրել զանգահարեմ ձեզ եւ փոխանցեմ, որ շուտով կգանք։ Ես եկել եմ նրանց փոխարինող ջոկատ տանելու։ Էդուարդի ծնողների անհանգստությունը մեծացավ։ Ամեն օր նույնիսկ ոտքով էին հասնում նախարարություն ջոկատից մի լուր իմանալու։ Միայն 2 ամիս անց պատահական մի խոսակցությունից հասկացան, որ ջոկատը վերադարձել է, բայց որդին չկա։ Պաշտպանության նախարարությունից ստիպված եղան պատասխանել. ձեր որդին զոհվել է։ Նոյեմբերի 22-ի գիշերը Կուբախլույում հակառակորդի հետ առճակատման ժամանակ արծիվ 5 ջոկատը կորուստներ էր կրել։ Մարտի դաշտում 9 հայորդիները հետ էին մղել թշնամու առաջխաղացումն այնքան ժամանակ, մինչև ջոկատի տղաները դուրս գային գրակի տակից ու ավելի հարմար ու անվտանգ դիրքում ամրապնդվեին։ Փրկված ընկերներից մեկը նույնիսկ Էդուարդի շուրթերից լսած վերջին խոսքերն էր փոխանցել ծնողներին. «Դուք գնացեք, ես ձեզ կպահեմ»։ Հետո նրա զենքի կրակոցները լռել էին։ Ինչ էր կատարվել իրականում, ոչ ոք չգիտեր։ Բոլորը հավաքվել էին վերջին հրաժեշտը տալու հերոս ազատամարտիկին, սակայն հուղարկավորության արարողությունը հետաձգվել էր։ Մեքենան, որն իբր ազատամարտիկի մասունքները պիտի հասցներ Երևան, ճանապարհին խափանվել էր։ Աստված կարծես հուշում էր. ողջերի մեջ փնտրեք նրան։ Էդուարդը 20 տարին էլ չէր բոլորել, երբ նետվեց ամենավտանգավոր կրակագից։ Ում մտքով կանցներ, որ 19 տարիների ընթացքում այդ փոքրամարմին, տեսակով համեստ, չափազանց աշխատասեր ու խելացի պատանու մեջ արդեն ձևավորվել էր Հայաստան երկրի իսկական քաղաքացին ու զինվորը։ Առաջին հայացքից արտասովոր բան գուցե չկար։ Նա էլ բոլորի նման հաճախել էր մանկապարտեզ, հետո դպրոց, զբաղվել էր տարբեր մարզաձևերով, հասցրել էր նույնիսկ սեղանի թենիսի հանրապետական պատանեկան առաջնություններում արժանանալ առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի մրցանակների։ Հետաքրքրվել էր լուսանկարչությամբ, ֆիզիկայով։ Ընդունվել էր Կարլ Մարքսյան վան Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը, միաժամանակ աշխատելով ռազմական արդյունաբերության ոլորտը սպասարկող օրբիտագործարանում։ Հաճախել էր նաև դոսաֆի դասընթացներին, աչքի ընկնելով իր աշխատասիրությամբ ու հմտություններով։ Մտադրվել էր թռչող սարք պատրաստել, որն այդպես էլ չհասցրեց ավարտել։ 1990 թվականին Էդուարդը զորակոչվել էր խորհրդային բանակ։ Հաշվի առնելով նրա անհատական ու մասնագիտական որակները, նրան ուղարկել էին Գերմանիա խորհրդային զորամիավորումներում ծառայելու։ Կարճ ժամանակ անց զորամասի հրամանատարությունը պաշտոնական նամակով իր երախտագիտությունն էր հայտնել Էդուարդի ծնողներին ազնիվ կարգապահ որդի դաստիարակելու, ռազմաուսումնական գործի նվիրյալ մեծացնելու համար, համոզմունք հայտնելով, որ անհրաժեշտության դեպքում Էդուարդը պատվով կկատարի հայրենիքի հանդեպ իր պարտքը։ Ծառայությունից 1.5 տարի անց Հայաստանից ստացվող լուրերը հուսադրող չէին։ Ռուսական զորամիավորումների գործողությունների կամ անգործության հետևանքով հայկական ջոկատները մեկը մյուսի ետևից կորցնում էին հայկական բնակավայրերը, եւ 1992 թվականին Էդուարդը որոշեց ցանկացած գնով հասնել Հայաստան, իր առաքելությունը տեսնելով հայրենիքի պաշտպանության սուրբ գործում։ Դժվարությամբ, բայց կարճ ժամանակ անց նա արդեն հայրենիքում էր։ Կտրուկ, բայց մեծ ճիգ էր պետք պատերազմի ընթացքն ու ելքը փոխելու համար։ 1992 թվականի օգոստոսի 15-ին հեռուստատեսությամբ հնչեց զորահրամանատար Վազգեն Սարգսյանի հայտնի մարտակոչը։ Կոչ արելով իմ զինակից ընկերներին, հայկական բանակի բոլոր մարտիկներին, անկախ ամեն տեսակ քաղաքական հոսանքների, քաղաքական խաղերի, դուք հայոց բանակի զինվորներ եք։ Դուք պարտավոր եք պաշտպանելու հայ ժողովրդին, հայ ժողովրդի սահմանները, հայ ժողովրդի անձեռն մխելիությունը։ Քաղաքական հոսանքները կգան եւ կգնան։ Գործ չունեք ոչ մի քաղաքական հոսանքի հետ, դա կարող է կործանման տանել մեզ։ Խնդրել եմ եւ խնդրելով պահանջում եմ, հեռու մնացեք քաղաքականությունից, հեռու մնացեք որևէ տեսակ քաղաքական հոսանքի կուսակցության անդամ դառնալուց։
Իսկ ովքեր օրինավոր կանոնավոր բանակի մեջ կմտցնենք, փորձենք կուսակցականություն մտցնենք գաղափարախոսություն տանել, ուղղակի պիտի դրանք բաժվեն որպես դավաճաններ համապատասխան քրեական օրենսգրքի։ Բոլոր կամավորականներին, իմ հրաշալի ընկերներին խնդրում եմ, թշնամուն թողած, իրական թշնամուն թողած ձեր մեջ, ձեր կողքին, ձեր եղբայրների, ազգակիցների մեջ դավաճաններ բիփ ընտրեք։ Եվ եթե համաձայն եք ինձ հետ, վաղը չէ մյուս օրը, ընդամենը վաղը չէ մյուս օրը։ Յուրաքանչյուր շրջանից, Հայաստանը 36 թե քանի շրջան ունի չգիտեմ, յուրաքանչյուր քաղաքի յուրաքանչյուր շրջանից, եթե ընդամենը 10-15 տղա գա, ես ուզում եմ 500 հոգանոց մահապարտների մի զորագունդ։ Այդ զորագունդը պիտի կրվի ամենավտանգավոր տեղում, որտեղ ապրել մեռնելու հավանականությունը 50%-50%-ի նկատմամբ է։ Վաղը չէ մյուս օրը, յուրաքանչյուր շրջանից 10-ից 15-ական հոգի միասին գնալու ենք կրվելու ամենաբարդ հատվածում, ու մենք հաղթելու ենք։ Որովհետև իրականում ոչինչ չի պատահել, որովհետև իրականում թշնամին նույն թշնամին է, որ ձեր առաջ փախչում էր, եւ մենք էլ նույն մենք ենք։ Ուղղակի խաթարվել է մեր հավատը մեր ուժերի նկատմամբ։ Հիմա հարկավոր է եւս մի հարված, հարկավոր է եւս մի արտնացում, այսպես ցնցում։ Եթե ցնցում մենք պիտի անենք դարձյալ հին տղաներով, որպեսզի մեր բանակը մեզանից ոչ ուրվի։ Էդուարդն առավոտյան ընտանիքից գաղտնի շտապեց զինվորագրվելու այդ սուրբ գործին։ Ընտանիքում ոչ ոք չգիտեր, որ Էդուարդը մասնակցում է նախնական զորավարժանքների ու հմտանում հայ գիտնականների Արցախյան պատերազմի ժամանակ ստեղծված հակատանկային նոր զինատեսակի ֆագոտի կիրառման մեջ։ Օգոստոսի 29-ի գիշերը Էդուարդը տուն չեկավ։ Տանն անհանգստացան։ Առավոտյան հայրը սովորականի պես ձեռքը մեկնեց տան պատի ժամացույցին, որ լար էր։ Սակայն ձեռքը բանալու հետ մի երկտող ընկավ։ Պարզվեց Էդուարդն է թողել։ Պապ ջան, մամ ջան, ես տղերքի հետ գնում եմ Ղարաբաղ, չգնալ չեմ կարող, դա իմ որոշումն է։ Խնդրում եմ ինձ չմեղադրեք, բոլորից շատ սիրում եմ, շուտով էլի միասին կլինենք։ Մահապարտ լինելու մասին ոչ մի խոսք, ու մինչ ընտանիքում կհասկանային Էդուարդի բացականության պատճառը, նա արդեն հեռու կլիներ եւ արծվի թռիչքը խոչընդոտել այլևս ոչ ոք չէր կարող։ Օգոստոսի 29-ին գիշերը արծիվ մահապարտների գումարտակը բարձրացավ եռաբլուր։ Ծաղիկներ դրեց զոհված ազդամարտիկների շիրիմներին։ Երդվեց, որից հետո օգոստոսի 30-ին առավոտյան ճամփա ընկավ դեպի Գանձասար։ Ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հանդիսավոր երդվում եմ անձնվիրաբար ծառայել հայրենիքիս Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս ենթարկվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանն ու օրենքներին անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանը պահպանել ռազմական գաղտնիքը ու թդրժեմ երդումս թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ երդվում եմ 1992 թվականին արծիվ մահապարտները նետերի պես մխրճվեցին Գանձասարի մատույցներում։ Այն կրկին վերածեցին ազգային ազատագրական պայքարի կենտրոնի վերակենդանացնելով վիպաստ հիշեցնող իրական պատմությունը։ 1992 թվականի հուլիսից հոկտեմբեր ժամանակահատվածը թերևս ամենածանրն էր Արցախի ազատագրական պայքարում։ Շահումյանը Մարտակերտը հայաթափ են եղել, Հադրութի Ասկերանի շատ գյուղեր ավերվել էին եւ կրակագիծը հասել էր Մարտունու մատույցներ։ Թշնամին լայնածավալ գրոհներով մոտենում էր Գանձասարին եւ եթե մտներ Վանք ու Առաջաձոր գյուղերը, խնդիր կլիներ։ Գանձասարում իրավիճակը երբեք այդքան հուսահատական չէր եղել։ Վանահայրը Տեր Հովանեսը, իրից կինը, իրից կնոջ ծեր ծնողները, ինքնաձիգները ձեռքներին
հսկում էին եկեղեցու մատույցները, հուսահատական հայացքով բարձունքից նայելով հովիտ, դատարկվող Վանք գյուղին։ Թշնամին ընդամենը 4 կիլոմետր էր հեռու։ Անսպասելիորեն գյուղում ատաղծագործարանի մասնաշենքերի մոտ իրարանցում սկսվեց։ Մեկը մյուսի հետևից հայաստանյան համարանիշներով բեռնատարներ հայտնվեցին, որոնց թափքերից ցատկող ազատամարտիկները սկսեցին արագ-արագ զինամթերք, ինքնաձիգներ ու հրանոթներ տարբեր զենքեր իջեցնել։ Ու չնայած մահապարտները չափազանց հոգնած էին, չքնեցին, տեղափոխվեցին մարտադաշտ, ուշ գիշերով խրամատներ փորեցին, տեղավորեցին ֆագոտները, ծանր հրետանին ու դիրքավորվեցին։ 1992 թվականի օգոստոսի 31-ի գիշերը Գանձասարի վանախցերից մեկում, որը Եսայի Հասան Ջալալյան հայրապետը ազգային ազատագրական շարժման կենտրոնի էր վերածել, որտեղից Իսրայել օրին համաժողովրդական պայքարի զինակիցներ գտնելու ակնկալիքով երկրեերկիր էր մեկնել, տեղի ունեցավ մահապարտների գումարտակի, Արցախի պաշտպանական ուժերի այդ հատվածի հրամանատարների առաջին համատեղ նիստը։ Այն շարունակվեց մինչև լուսաբաց և կանխորոշեց մահապարտների հետագա մարտավարությունը։ Պետք էր անհապաղ փակել կճողուտ, դրմբոն, չլդրան հատվածների ճեղքվածքը։ Մահապարտները երկու վաշտի բաժանվեցին։ Այդ ժամանակ Արցախի ազատագրական բանակի մարտիկները դրմբոնում էին։ 20-25 հոգով պաշտպանում էին Գանձասարից Սարսանգի ջրամբարն ընկած ռազմավարական նշանակության կարևոր տարածքը։ Մահապարտները հայտնվեցին նրանց կողքին։ Նախորդ երեկո հակառակորդի հետախույզները ուսումնասիրել էին տեղանքն ու համոզվելով, որ գյուղերը լքված են, շոշափելի դիմադրող ուժեր չկան, հապճեպ հեռացել էին։ Կասկած չկար, որ լույսը բացվելուն պես նրանք փորձելու են գրոհով գրավել լքված բնակավայրերը։ Չնայած գումարտակի մարտիկները չափազանց հոգնած էին, բահերով մտան անտառ, Չլդրանի մատույցներում խրամատներ փորեցին ու դիրքավորվեցին։ Լույսը բացվեց ոսոխի լայնածավալ գրոհով։ Ազերիներից շատերը վստահելով իրենց հետախուզության տվյալներին, զբոսնելու պես իջան սարից։ Մեր տղաները թողեցին, որ մոտենան ու հենց մեր դիրքերին հասան, ինքնաձիգների համաժամանակյա կրակահերթերից ազերիների շարքերը տապալվեցին։ Անտառի բացատը վերածվեց մսաղացի։ Ոսոխն առաջ էր շարժվում 3 տանկերի ու մի զրահամեքենայի ուղեկցությամբ։ Մահապարտները ֆագոտով խփեցին մեր դիրքերը խոցող զրահամեքենան։ Ազերի տանկիստները հենց իրենց անհայտ զենքի զորությունը տեսան, թողեցին իրենց զրահամեքենաներն ու ահաբեկված փախան։ Հետևակը նույնպես խուճապի մատնվեց։ Մեր տղաները գիշերը գնացին խորհրդային նոր T-72 տանկը բերեցին մեր դիրքեր։ Այդ ժամանակ Էդուարդը 2 անգամ փրկվել էր մահից։ Մի անգամ, երբ բարձրացել էր ծառը հակառակորդի շարժին հետևելու և ցած նետվել ճիշտ այն պահին, երբ ոսոխի կրակային հարվածից ծառը բռնկվել էր ու տապալվել։ Երկրորդ անգամ մասնագիտական հետաքրքրությունն էր գլուխ բարձրացրել։ Մտել էր հակառակորդի խփված զրահամեքենայի մեջ, որպեսզի չվնասված ու կարևոր պահեստամասերը հանի և անհրաժեշտության դեպքում վերանորոգի հայկական զրահատեխնիկան։ Երբ մարտական ընկերները զրահամեքենայի վրա նկատել էին նրա սիլուետը, կարծել էին, թե ադրբեջանցի զինվորներից է։ Նրան նշանառության տակ էին առել, որ կրակեն։ Բարեբախտաբար տղաներից մեկը ճանաչել էր դասակի ֆագոտաձիգ ճուտոին ու կանխել։ Դա ըստ էության մահապարտների առաջին ճակատամարտն էր ու առաջին հաղթանակը։ Նման անսպասելի հարվածից գազազած ոսոխը 10 օր շարունակ հրանոթների բոլոր տեսակներով ռմբակոծեց մեր դիրքերը։ Այդ օր հասական պահին պարզվեց, որ մահապարտներից շատերը մկրտված չեն, ու մինչ վճռական հակագրոհին անցնելը նույնիսկ մկրտվելու համար ժամանակ գտան։ Սեպտեմբերի 10-ի գիշերն էր, հանկարծ վառվեցին եկեղեցու մոմերը։ Քահանան Տեր Հովհաննեսը գիշերվա այդ ուշ ժամին խցից խուց մտնելով մահապարտներին վանք առաջնորդեց ու, ինչպես Վարդանանց ավարայրից առաջ խոստովանեցրեց, հաղորդություն տվեց։ Հետո այն մահապարտները, ովքեր մկրտված չէին, առաջ եկան, ծնկի իջան Տեր հոր առաջ։ Կնքահայրը գումարտակի հրամանատարը Հովսեփ Հովսեփյանն էր։ Հետո Տեր Հովհաննեսը կրանալով մկրտվողների առջև մերոն քսեց երկրապահների սրունքներին, որ թշնամու առջևից չփախչեն, կրծքներին, որ գնդակից չխոցվեն, բազուկներին, որ միշտ կորովի լինեն, շուրթերին, որ ուրախ լուրեր տուն տանեն։ Հետո խորան բարձրանալով
ամենակարճ քարոզը տվեց, ասաց, որ հայ մարտիկների հետևում Գանձասարն է, նրանք նահանջելու տեղ չունեն։ Մահապարտների մարտական հաջողությունները հետզհետե ավելի ակնհայտ դարձան։ Շատ բնակավայրեր ամեն օր, հաճախ օրը մի քանի անգամ ձեռքից ձեռք անցնելուց հետո մնացին հայ ազատամարտիկների վերահսկողության տակ։ Ոսողը պարտության մտքի հետ չէր հաշտվում։ Ամենայն հավանականությամբ հնարավորին չափ արագ Վանք, այնուհետև Ստեփանակերտ մտնելու խիստ հրաման էր ստացել։ Մեկ շաբաթ շարունակ օր ու գիշեր բոլոր ժամերին հարձակումները չդադարեցին, սակայն մահապարտների գումարտակին հաջողվեց ոսոխին դուրս մղել Գանձասարի մատուցներից, թույլ չտալով պղծել հայի սուրբ հողը։ «1992 թվականի սեպտեմբերի 25-ն էր, Էդուարդի ծննդյան օրը։ Հենց այդ գիշեր էլ 20 տարին բոլորած ու հաղթանակած նա տուն վերադարձավ։ Մայրն աչքերին չէր հավատում ու անզուսպ հուզմունքով խոստում էր կորզուն որդուց, որ այլևս չգնա ճակատ։ Բայց Էդուարդը միայն ամուր գրկում էր մորը, հարցը թողնելով անպատասխան։ Թե ինչ որոշում ուներ մտքում, միայն կռահել էր պետք։ Երբ հարազատներին, ընկերներին, բարեկամներին ոգևորությամբ պատմում էր մահապարտների գլխով անցածը, հերոսությունների, զգացածի ու ապրածի մասին, երբ երանելիությամբ նկարագրում էր ազատագրված Վանքի, Վաղուասի, Չլդրանի, Դրամբոնի բնության անձեռակերտ հրաշքների մասին, հասկանում էր, որ նա ուղղակի սիրահարվել է Արցախ աշխարհին ու երբեք այն անպաշտպան չի թողնի։ Նույնիսկ ընկերների մահը տեսնելուց ու անձամբ մահվան աչքերի նայելուց հետո էլ նա հետ չէր կանգնել իր մտադրությունից։ Պատմելու ոգևորությունից թվում էր, թե դա արկածախնդրության մի դրվագ էր եղել, բայց իրականում նա պատրաստ էր ինքնամոռաց նետվել մահվան գիրկը, եթե դա կփրկեր հայրենիքը պիղծ ոսոխից։ Տուն վերադառնալուց մեկ ամիս անց նոյեմբերի 1-ի առավոտյան նա կրկին մեկնեց կրակագից, այս անգամ Արցախի հարավային սահմանները, Կուբաթլուի բարձունքները պաշտպանելու։ Պարզապես հրաժեշտ տվեց հարազատներին ու առարկություն չհանդուրժող կեցվածքով դուրս եկավ տնից։ Դա ծնողների վերջին հրաժեշտն էր և ուղեկցող վերջին հայացքը, որն այդպես էլ հավերժ սառեց երկար սպասումից։ Նոյեմբերի 22-ի ճակատագրական մարտը, որն անհայտությամբ շղարշեց Էդուարդի և նրա մի քանի զինակիցների ճակատագրերը, բազմաթիվ հարցականներ թողեց։ Ջոկատի փրկված տղաների պատմածները Էդուարդից բաժանվելու վերջին րոպեների մասին իրականում այնքան անորոշ ու հակասական էին, որ թվում էր, թե նրանցից ոչ ոք չգիտեր, ինչ է կատարվել տղաների հետ վերջին պահին։ Հետո, երբ հայկական ուժերը կրկին նույն դիրքերն էին մտել, մարտադաշտում կորցրած 9 տղաներից միայն մի մասի դիակներն էին գտել ու դուրս բերել։ Նրանց մեջ Էդուարդը չկար։ Չէին գտել նրանից ոչ մի մասունք։ Շատ հայորդիների նման նրա ճակատագիրն էլ մնաց անհայտ։ Էդուարդը հեռացավ ընտանիքից, ընկերներից, բարեկամներից, հայրենիքից այնպիսի անաղմուկ համեստությամբ, ինչպես ապրել էր։ Մեզ հայտնի իր կարճ, բայց բովանդակալի կենսագրությամբ նա ապացուցեց բոլորին, որ 20 տարիների ընթացքում այն ամենը, ինչ վերցրել է ծնողներից, մանկապարտեզից, դպրոցից, ինստիտուտից ու բանակից, անարդյունք չէ։ Վերցրեց ու ամեն ինչ վերադարձրեց անմնացորդ, չպահելով իրեն ոչինչ ու հարազատներին տալով ցավ ու վիշտ։ Գուցե գիտեր իր անվան նշանակությունը՝ Էդուարդ, տերությունների պաշտպան, կամ գուցե երակներում հոսող Սյունեց ու արյունն էր պատճառը դառնալ երկիրը պաշտպանող սյուներից մեկը։ Իսկ Սյունեցին հայի ազնիվ գրագետ մարդասեր, խաղասեր ու նաև արժանապատվություն ունեցող տեսակ է և կպաշտպանի այն ցանկացած ոտնձգությունից ու ձևով, եթե դա անհրաժեշտ է։ Սրանք զուտ խոսքեր չեն։ Նա բանակում մտերմություն էր արել ադրբեջանցիների հետ, մահապարտների խրամատում կռվել էր ազգությամբ ռուս տղայի կողքին, և դա այն դեպքում, երբ հակառակ խրամատում ռուսն ու ադրբեջանցին միավորվել ու կրակի էին տալիս հայկական բնակավայրերը, չխնայելով նույնիսկ ծերերին, մանուկներին։ Մի բան, որ երբեք չի անի հայ մահապարտը, Էդուարդի նման մահապարտը, ով մարդու մեջ տեսնում է համամարտկային արժեքը, մարդ տեսակը և ակնկալում, որ նույնը կտեսնեն իր ժողովրդի մեջ։ Պարզապես պատերազմի գրված ու չգրված օրենքներն են դաժան։
կան պատերազմ հրահրողներ, ապաշնոր ազգադավ իշխանություններ, որոնց գործողությունների կամ անգործության հետևանքով անմեղ մարդիկ, զինվորներն են կանգնում դեմ դիմաց մահվան եզրագծին, որտեղ ապրելու համար պիտի սպանես։ Մինչդեռ բոլոր ժողովուրդներն էլ ողջամիտ մարդիկ խաղաղություն են ուզում, մարդու կյանքը խլելով մոր զավակի կնոջ սիրտը հոշոտելը ծանր մեղք է։ Դրանք քայքայվող բազում ընտանիքների ճակատագրեր են, որոնք եթե խճանկարի պես ամբողջացնես, կհասկանաս ու կլսես ժողովուրդների ահասար սուր ցավի ձայնը, որը սակայն պատերազմ հրահրող երկրների իշխանություններից եւ ոչ մեկը կարծես չի լսում։ Այստեղ է հարցը՝ հանդուրժել նրանց ու թույլ տալ ճակատագրեր խեղեն, թե ազատվել նրանցից ու խաղաղ ապրել, որ մահապարտների կարիք այլևս երբեք չլինի։ Մահապարտներն աննախադեպ դեր խաղացին Արցախյան գոյամարտում։ Օրհասական պահին նրանք ոչ միայն արմատական բեկում մցրին ռազմական գործողություններում, այլ նաև հայ ազատամարտիկներին նոր ձևավորվող ազգային բանակի զինվորին հավատ ներշնչեցին սեփական ուժերի հաղթանակի նկատմամբ։ Եվ ուրեմն մահապարտների հայ կամավորների արյամբ ազատագրված ու ներծծված հող զիջելու իրավունք ոչ ոք չունի։ Դա պետք է լինի հայ ժողովրդի պատասխանը եռաբլուրում պառկած մեր տղաներին ու նաև նրանց, ում ճակատագիրն արդեն 20 տարուց ավելի անհայտ է։ Ովքեր կարծես հեռուներից մեզ անձայն հորդորում են, մի հուղարկավորեք մեզ ու մի վաճառեք մեր արյունը, մենք ողջ ենք ու դեռ գալու ենք։